Մարդկությանը հայտնի ջրի առաջին ծորակը ստեղծվել է հին Հռոմում։ Այն ոսկե կամ արծաթե խողովակ էր, որը միանում էր ընդհանուր ջրագծին։ Ջրի հոսքը դադարեցնելու համար խողովակը պարզապես փակում էին խցանով, եւ այսպես մոտ 200 տարի։ Միջին դարերում ստեղծվեցին ծորակներ, որոնք օգտագործում են բացառապես գինու եւ գարեջրի տակառների համար։ 18-րդ դարի տեխնիկական առաջընթացը մարդկանց հուշեց ծորակը տեղադրել բնակարաններում։ 1783 թվականին անգլիացի ինժեներ Ջոզեֆ Բրաման ստեղծում է պտուտակով ծորակ, որն անվանում են անգլիական փական։ Այս ծորակներն ավելի հարմարավետ դարձրեցին քաղաքային կենցաղը, անխափան աշխատելով ավելի քան 100 տարի։ 19-րդ դարում ֆիզիկոս Վիլյամ Թոմսոնը ստեղծում է սարք, որը միացնում է տաք եւ սառը ջրի ծորակները։ Օգտվողն ինքն էր կարգավորում ջրի ջերմաստիճանը։ Եվ ահա 1950-ական թվականներին հայտնվեցին միաբռնակ ծորակները։ Այս հեղափոխական հայտնագործության հեղինակը մեր հայրենակից գործարար եւ բարերար Ալեք Մանուկյանն է։ 1954 թվականին Ալեք Մանուկյանը ստեղծում եւ արտոնագրում է միաբռնակ դելտա ծորակը, որի միջոցով հնարավոր էր խառնել տաք եւ սառը ջուրը, ինչպես նաեւ կառավարել ջրի հոսքը։ Ալեք Մանուկյանի հիմնած NASCO ընկերությունը միաբռնակ ծորակների արտադրության արդյունքում ստանում է $1 միլիոն շահույթ։